Ոստիկանները քաղաքացուն բերման ենթարկելիս մի տալդատեղ կանգնում ծեծում են։ Մեկ ուրիշ քաղաքացու ոստիկանները ծեծում են ու պահանջում են, որ ուրիշի հանցանքը վերցնի իր վրա։ Բացահայտվելուց հետո չեն էլ պատժվում ու Նիկոլը ժողով է անում մարդու իրավունքների մասին ու գնահատում է ոստիկանության բարձր հարգանքը։ Պարեկները ճամփի մեջտեղը հարձակվում են վարորդի վրա, ավտոից իջեցնում, ծեծում բերման ենթարկում։ Եթե այդ ոստիկանները չեն պատժվում, քաղաքացին լցվում է վրեժխնդրության, որը մի օր դուրս է գալու իր գործը անի, որովհետև արդարություն չկա։ Որևէ մեկը կարող է մեղադրել այսօր ծեծված քաղաքացու հետագա գործողությունները։ Հələ պատկերացեք, վաղը իշխանությունը փոխվում է, գալիս է հայրենասեր իշխանություն։ Այն բերետավորների վիճակը պատկերացեք, որ 44-օրյայի զոհերի մայրերին քարշ էին տալիս գետնին։ Դուք ձեր քաղաքական հաշվարկներից ելնելով թույլ եք տալիս հանցագործություններ, չեք պատժում, բայց դրանք էլ չեն մոռացվում, ախր։ Եթե ասենք հաջորդ խորհրդարանում ԿՊ-ն լինի ընդդիմություն, փոքրամասնություն լինի ընդդիմադիր, չնայած դժվար թե մտնի խորհրդարան իշխանությունը կորցնելուց հետո, դու ասենք թե մտավ, ու падգամավորների նկատմամբ բռնություն կիրառեն, վարչապետն էլ արդարացնի ծեծը, ինչ եք ասելու։ Չէ՞ որ դուք այսօր արդարացնելով ծեծը, արդարացնում եք վաղը ձեր նկատմամբ այդ ծեծը։